Պարոն վարչապետ, ապատեղեկատվական արշավների շրջանակում վերջերս հերթական կեղծ թեզն է շրջանառվում, համաձայն որի իբրև թե Թուրքիայի նախագահը արդեն որոշում ունի, թե ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը եւ հայ առաքելական եկեղեցու հարցերով պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում Թուրքիայի իշխանությունների հետ, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ես չեմ զարմանում տենց մեկնաբանություններից, որովհետեւ դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը, որոշ դարեր ի վեր Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարեր ի վեր Ռուսաստանի ղեկավարը եւ այդպես շարունակ։ Ընդհանրապես կուլտուրա չկա Հայաստանում ձևավորված Պապ թագավորի կարճ ժամանակաշրջանից եւ հատվածից հետո, այսինքն արշակումներից հետո տենց բան է, ես չեմ զարմանում, որովհետեւ դա հոլովում են այն մարդիկ, ով կուլտուրայի մեջ են, ով այդ կուլտուրայի մեջ են։ Եվ այն, որ Հայաստանն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունն ասում է, որ մեր եկեղեցին պետք է ի վերջո կանոնագիրք ունենա նոր, որ դրան էլ դիմադրություն կա, ես դա էլ եմ հասկանում, որովհետև միջև հիմա վերջին այդպիսի փաստաթղթերը, որ ընդունվել են կամ ռուսական կամ թուրքական կայսրության ֆորմատով։ Տենց կուլտուրա չկա, ոնց որ Թուրքիայի սուլթանի ընդունած կանոնակարգումներն են շատ, որ միջև այսօր կամ գործում են դե յուրե կամ Ռուսաստանի ցարի, այդ մարդկանց տարօրինակ չի թվում։ Եվ հետևաբար, երբ որ տենց մի հարց բարձրաձայնվում է, այդ ենթագիտակցությունը արթնանում է, բայց չէ որ սա Թուրքիայի ղեկավարի իրավասության հարց է, այս ինչի է Հայաստանի ղեկավարը սրա մասին խոսում, եւ տրամաբանությամբ այդ բանի ծայրագավառային տրամաբանությունը զարգանում եւ հանգում է շատ տրամաբանական ենթադրության, քանի որ խոսվում է մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի ղեկավարի իրավասության հարցն է, հետևաբար, եթե Հայաստանի ղեկավարը տենց թեմաներ արծարծում է, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից։ Ծայրագավառային տրամաբանություն։ Եվ այդ, կամ ուրիշ տարբերակով Ռուսաստանի կամ Պարսկաստանի ծայրագավառային տրամաբանություն։ Հենց դրա հետ է մեր խնդիրը։ Ես իմ բանախոսությունների ժամանակ, որ խոսք է գնում հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքը ուժեղացրու պետությունը բանաձևի մասին, ես դրա մասին եմ խոսում։ Ասում եմ, մեր ենթագիտակցությունը սեփական պետության ընկալումը դեռ չունի, որովհետև հարյուրամյակներով մեզ համար հայրենիքը ուրիշ բան է եղել, պետությունը ուրիշ բան։ Հայրենիքը Հայաստանն է եղել, պետությունը եղել է Պարսկաստանը, հայրենիքը Հայաստանն է եղել, պետությունը եղել է Օսմանյան կայսրությունը, հայրենիքը Հայաստանն է եղել, պետությունը եղել է Ռուսական կայսրությունը։ Այսինքն 500 տարի շարունակ մեզ համար հայրենիքը ուրիշ բան է եղել, պետությունը ուրիշ բան է եղել։ Հայրենիքը հիմնականում սիրելի, պետությունը հիմնականում ոչ այդքան սիրելի։ Եվ այդ ենթագիտակցությունը շարունակում է շատ բաներ շարժել Հայաստանի Հանրապետությունում եւ մենք այս գիտակցությունն է, որ ուզում ենք, այս գիտակցության հետ ենք ուզում առերեսվել, ասել, որ ժողովուրդ ի վերջո պետք է մենք այլ գիտակցություն ձևավորենք, որովհետեւ մեր հայրենիքն ու պետությունը այլևս նույնն են։ Եվ մենք չպետք է մեր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվենք այնց, ոնց որ վերաբերվել ենք օտար պետություններին, այդ հայրենիքով հանդերձ, որում գտնվել ենք։ Հիմա մենք մեր հայրենիքով գտնվում ենք, մեր հայրենիքով հանդերձ գտնվում ենք մեր պետության մեջ։ Հետևաբար ծայրագավառային տրամաբանություններ պետք չի զարգացնել։